Արցախում մնացած վերջին հայը Միշա Գրիգորյանը, որը հայտնի էր դարձել ադրբեջանական լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներով եւ Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվի դատարանում տված ցուցմունքներով, մնացել է օկուպացված Արցախում, հայտնել է Ազատություն ռադիոկայանը։ Ըստ լրատվամիջոցի տեղեկության, Միշան Ստեփանակերտից դեպի Հայաստան եկող ճանապարհի կեսից հետ է գնացել։ Նա հրաժարվել է տեղափոխվել Հայաստան, վախենալով, որ այստեղ իրեն կարող են սպանել իր տված ցուցմունքների համար։ Ազատության հետ զրույցում Արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը պատմել է, որ Գրիգորյանն անգամ ոտքերն է ընկել ադրբեջանցիների, խնդրելով թույլ տալ մնալ Արցախում, իսկ երբ ադրբեջանցիները սպառնացել են սպանել նրան մնալու դեպքում, պատասխանել է, թե նա խնդրում է սպանվել հենց նրանց ձեռքով։ Այնուամենայնիվ, վերջին տեղեկություններով ադրբեջանցիները նրան մեքենայով հետ են տարել, սակայն նրա ներկայիս գտնվելու վայրն ու կարգավիճակը մնում են անորոշ։ Արցախում մնացած հայերին վերջին ամիսներին Ստեփանակերտի դղյակ հյուրանոցում են պահել, գերու պես արգելել ելքու մուտքը, միայն հաց են տարել ու վերջ։ Նոր մանրամասներ Գյումրիի Երևան մայրուղում տեղի ունեցած խոշոր վթարից առավոտյան միմյանց էին բախվել 15 մեքենա, ինչի հետևանքով 10 քաղաքացի հոսպիտալացվել է մարզային ու երևանյան հիվանդանոցներում։ Մի քանիսի վիճակը ծանր է, հայտնել է առողջապահության նախարարը։ Փրկարարների դեպքի վայր հասնելուց առաջ քաղաքացիները 2 վիրավորի տեղափոխել էին հիվանդանոց, 2 քաղաքացու էլ փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ էին կարողացել դուրս բերել մեքենաներից։ Էրդողանի վարչակազմի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարել է մեջբերում որոշ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում շրջանառվող պնդումները, թե Ռեջեփ Թայիպ Էրդողանը ստորագրել է հրամանագիր Հայաստանում զոհված զինվորների ընտանիքներին եւ հասարակության կարիքավոր անդամներին 10 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն հատկացնելու մասին, ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը։ Թուրքիայի նախագահականը քաղաքացիներին հորդորում է չհավատալ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները թիրախավորող ապատեղեկատվությանը։ Առանց լրատվամիջոցների, առանց զոհվածների շիրիմներին մոտենալու հունվարի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ այլ պետական այրեր այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։ Իշխանական թևը ծաղկեպսակ է խոնարել զոհվածների եւ անհետ կորածների հուշարձանին եւ հեռացել։ Չնայած հերոսների ծնողները վաղ առավոտից այնտեղ էին, պաշտոնյաներից ոչ ոք նրանց չի մոտեցել։ Դեռ լույսը չբացված հերոս տղաների ծնողներն են գնացել պանթեոն, ինչպես նշել է վարանդայում զոհված Արման Ազատյանի հայրը Վիգեն Ազատյանը, եկել է, որ թույլ չտա պղծել որդու շիրիմը։ Օրեր առաջ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրությամբ հունվարի 27-ը սահմանվել էր հիշատակի եւ ոչ աշխատանքային օր։ Հերոս տղաների ծնողները բոյկոտել են այս որոշումը եւ շեշտել, իրենք ամեն օր են Եռաբլուր գալիս, իսկ հունվարի 27-ը ոչնչի հետ կապ չունեցող օր է։ Նախագծի հեղինակները ազգային ժողովի նախագահի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը եւ անկախ падգամավոր դարձած 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը Գեղամ Նազարյանը օրվա ընտրությունը պայմանավորել էին որպես առանձին, ոչ մի իրադարձության հետ կապ չունեցող օր։ Սիրելի ժողովուրդ, հայրոց Մեծի տան ընկիլիկո կաթողիկոսությունը իր սեփականության իրավունքը պատմական նստավայր Սիսի նկատմամբ վերականգնելու պահանջով պատրաստվում է Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս պահին գործը քննվում է Թուրքիայի Վճռաբեկ դատարանում եւ եթե այնտեղ նույնպես մերժվի, կաթողիկոսությունը կդիմի մի էդ։ Հայցը մի էդ ուղարկելու որոշումը հաստատվել է մի քանի օր առաջ փաստաբաններ Նորա Բայրակթարյանի, Թենյա Սիմոնյանի եւ Ջեմ Սոֆու Օղլոյի հանդիպան ժամանակ։ Թուրքիայի Հանրապետության դեմ իրավական այս գործընթացը մեկնարկել է դեռևս 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ ամյակի օրը։ Պատմական փաստերը վկայում են, որ 1921 թվականի նոյեմբերի 25-ին Սահակ II պատրիարքը թուրք զինվորականների վերջնագրով ստիպված է եղել լքել Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաքը։ Անգամ թուրք պատմաբան Թաներ Ակչամը արխիվային փաստաթղթերով հաստատել է, որ ունեցվածքի բռնագրավման եւ արտաքսման հրամանը տվել է Թալիաթ Փաշան։ Տեղահանումից տարիներ անց Սիսի մայր տաճարն ամբողջությամբ ոչնչացվել է, իսկ կաթողիկոսությունը երկար թափառումից հետո 1930 թվականին հաստատվել է Բեյրութի Անտալիաս քաղաքում, որտեղ գործում է մինչ օրս։ Հանուն հայրենիքի նահատակված քաջորդիների համար Մայրաթոռում կատարվել է հոգեհանգստյան կարգ։ Հունվարի 27-ին զոհվածների հիշատակի եւ խոնարհումի օրը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հանդիսապետությամբ եկեղեցականաց դասի եւ հավատացյալները աղոթել են ննջեսյալների հոգիների խաղաղության համար։
Ստրասբուրգում ընդունված ԵԽԽՎ մոնիթորինգի ընթացակարգի առաջընթացը անվանման բանաձևում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովը կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Վեաժողովը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման եւ քաղաքական դրդապատճառներով ենթադրաբար ձերբակալված անձանց թվի աճի կապակցությամբ, կոչ անելով երկրի իշխանությանը դադարեցնել հետապնդումները եւ անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց, այդ թվում 23 հայ գերիներին։ Միևնույն ժամանակ ԵԽԽՎ-ն ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Փետրվարի 1-ից EasyPay-ի, Telcel-ի եւ Իդրամի տերմինալներով եւ էլեկտրոնային դրամապանակների միջոցով հնարավոր չի լինի վճարել Viva Armenia-ի եւ Team Telecom-ի հաշիվները։ Գործարքները հնարավոր կլինի իրականացնել միայն օպերատորների բջջային հավելվածում, բանկերում, Հայփոստի բաժանմունքներում եւ MobiDram, UPay եւ TeamPay հավելվածների եւ տերմինալների միջոցով։ Team Telecom-ը հասանելի չի լինի նաեւ Fast Shift-ի վճարային տերմինալում եւ հավելվածում։ Ռուսաստանը քաղաքացիություն եւ կացության թույլտվություն չի տրամադրի դատվածություն ունեցող միգրանտներին։ Կառավարությունը հաստատել է այս մասին օրինագիծը։ Ըստ դրա, Ռուսաստանի քաղաքացիություն կամ կացության թույլտվություն ստանալու համար դիմելիս միգրանտներից կպահանջվի դատվածության բացակայության մասին տեղեկանք։ Օտարերկրացին պետք է համապատասխան փաստաթուղթ ստանա իր երկրից։ Բաքվում 3 ադրբեջանցի է ձերբակալվել օտարերկրյա դեսպանատներից մեկի վրա ահաբեկչական փորձ կազմակերպելու կասկածանքով, հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։ Ահաբեկչությունը ծրագրվել է կրոնական թշնամանքով պայմանավորված։ Պետական անվտանգության ծառայությունը սակայն չի նշել, թե որ երկրի դեսպանության մասին է խոսքը։ Գերատեսչության ձեռքի տակ են հայտնվել ենթադրյալ ահաբեկիչների նամակագրությունները, խոսակցությունների ձայնագրությունները եւ այլ մանրամասներ։ Կասկածյալները անձավոր կապի մեջ են եղել ահաբեկչական Վիլայեթ Խորասան խմբավորման հետ, որն իսլամական պետություն միջազգային ահաբեկչական կազմակերպության մաս է։ The Iranians have called him many times. They want to talk, he says. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է բանակցություններ սկսել եւ նոր համաձայնագիր կնքել Վաշինգտոնի հետ։ Թրամփի խոսքով իրավիճակը փոփոխական է, քանի որ իրանական կողմն այս ընթացքում բազմիցս փորձել է կապ հաստատել Սպիտակ տան ներկայացուցիչների հետ։ President Trump warned Iran to stop its deadly assault on anti-government. Միևնույն ժամանակ ամերիկյան հեռուստաեթերում չեն դադարում քննարկումները Իրանին հարվածելու հնարավոր սցենարների մասին։ Այս ֆոնին ԱՄՆ-ն աննախադեպ մեծացնում է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում։ Աբրահամ Լինքոլն ավիակիրը եւ 3 էսկադրային ականակիրներ արդեն ճանապարհին են։ Թրամփը պարզեցել է, որ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան նավատորմը իր հզորությամբ գերազանցում է նույնիսկ Վենեսուելայի ափերի մոտ գտնվող ուժերին։ Իրանի իշխանությունները ամերիկյան նավատորմի տեղաշարժն անվանել են սադրանք եւ ասել, որ ամերիկյան նավերն իրենց համար հասանելի թիրախներ են։ What should he demand of the Iranians to not get attacked? ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Իրանին ծրագրային ռազմավարական հարվածներ հասցնելու մասին է խոսել։ Ըստ նրա, այդ հարվածները կթույլատնեն Հեղափոխության պահապանների կորպուսի եւ Իրանի միջուկային ծրագրերի կարողությունները։ Բոլթոնի կարծիքով, ուժի կիրառման դեպքում Իրանի իշխանության ներսում կսկսվեն դավաճանություններ եւ կբարձրանա ընդդիմության ոգին։ տարի բանակցելուց հետո Հնդկաստանն ու Եվրամիությունը կնքել են ազատ առևտրի շրջանակային համաձայնագիր, որը համաշխարհային տնտեսության համար շրջադարձային նշանակություն կունենա, պնդում են վերլուծաբանները։ Ստորագրված փաստաթղթով Նյու Դելին կվերացնի տարեկան մինչև 4 միլիարդ եվրոյի հասնող մաքսատուրքերը եվրոպական արտադրանքի համար։ Սա հնարավորություն կտա մոտ ապագայում կրկնապատկել Եվրամիությունից Հնդկաստան արտահանումները։ Այս գործարքը կնվազեցնի նաև տնտեսական կախվածությունը Չինաստանից։ Փորձագետների կարծիքով համաձայնագիրը ոչ միայն տնտեսական օգուտներ կբերի, այլև կամրապնդի աշխարհաքաղաքական կապերը Բրյուսելի եւ Նյու Դելիի միջև։